Ձավ մի հատ կգաս։ Բարև։ Այսօր ամուսնուս ծննդյան օրն է եւ ուղիղ 49 օր է, այսինքն 7 շաբաթ, ինչ է շաքար ու խմոր չեմ ուտում ու նրա ծննդյան տորթը պատրաստել եմ առանց շաքար ու առանց խմոր։ Հավանեցիր։ Ինքը դատի, եթե արդեն երրորդ կտորն եմ ուտում։ Ասեմ, որ ձեզ համար եւս բաղադրատոմսն իր ամբողջ նրբերանգներով ներկայացնելու եմ, ինչպես նաեւ ցույց եմ տալու պատրաստման գործընթացը, որովհետեւ եթե դուք էլ ուզեք պատրաստել հենց այդպիսի համեղ տորթ, որը չի պարունակում խմոր ու շաքար, կարող եք հրավիրեք, որ գամ ուտեմ։ Կարող եք փորձել, վայելել, մեզ էլ հրավիրել կամ շնորհակալական խոսքեր գրել մեկնաբանության հատվածում։ Ասեմ, որ պատրաստման գործընթացը մի քիչ երկար է տևում, բայց նման է մեդիտացիայի, երբ սիրով ես պատրաստում, վստահաբար ամեն ինչ ստացվում է ու ընթացքն էլ վերածվում է հաճելի գործընթացի։ Էնպես որ հիմա մանրամասն կներկայացնեմ, փորձեք ու գրեք մեկնաբանության հատվածում հավանեցիք թե ոչ, կուզեք փորձել թե ոչ։ Հիմա կարող ես գնալ, արդեն շնորհակալ եմ։ Գելար։ Շնորհակալ եմ աբջան։ Ահա եւ բաղադրատոմսը 300 գրամ վարսակի փաթիլները ջեռոցում բովում ենք, լցնում ապակե տարայի մեջ։ 150 գրամ ընկույզը մանրացնում ենք, այնուհետև մանրացնում ենք 100 գրամ նուշ, հետո յուղաթղթի վրա լցնում ենք մանրացված ընկույզը, նուշը, ավելացնում ենք 100 գրամ արևածաղկի սերմեր, ջեռոցում մի փոքր բովում ենք ու լցնում ապակե տարայի մեջ, որից հետո 200 գրամ խուրմայի կտերը հանում ենք, կոտորակիչով մանրացնում ու ավելացնում ընկուզեղենին եւ վարսակի փաթիլներին։ Այդ ընթացքում 2 ճաշի գտալ ժելատինը թրջում ենք եւ թողնում, որ ուռչի։ Իսկ մեր ապակե տարայի մեջ ավելացնում ենք 2 ճաշի գտալ կակաո, 1 ճաշի գտալ դարչին, մի պտղունց ծովի աղ եւ վանիլ։ Դրանից հետո 2 հասած բանանը տրորում ենք եւ ելի ավելացնում մեր ապակե տարայի մեջ։ Իսկ մասան իրար կպցնելու եւ քաղցրացնելու համար 100 գրամ հալեցված կարագին ավելացնում ենք 3 ճաշի գտալ մեղր ու ելի լցնում նույն ապակե տարայի մեջ, այնուհետև լավ խառնում ենք, տեղափոխում ձևամանի մեջ եւ տրորիչով ձև տալիս։ Իսկ վերևի երկրորդ շերտի համար վերցնում ենք 300 գրամ սերուցքային պանիր, 180 գրամ կատնաշոր, 3 ճաշի գտալ մեղր, վանիլ, 2 ճաշի գտալ կոնյակ, քարիչով հարում ենք, այնուհետև բարակ շիթով ավելացնում ենք միկրոալիքային վառարանում հեղուկացրած ժելատինը ու շարունակում հարել։ Ստացված զանգվածը լցնում ենք առաջին շերտի վրա, թափահարում ենք, որպեսզի հավասարվի ու դնում ենք սառնարան, որ կայունանա։ Ես վրան զարդարել եմ դամասկոսյան վարդի թերթիկներով, քանի որ ամուսնուս ծննդյան արդիվ էի պատրաստել տորթը ու ուզում էի, որ այն տոնական լիներ, իսկ դուք կարող եք զարդարել ըստ ճաշակի։ Առողջ ապրել ինքնախնամ քե խաղաղ ապրել բարեկեցություն միտքդ բաց պահիր ապրիր սիրո մեջ հոգ տար քո մասին